այս պահին այդ Նիկոլ Փաշինյանի կազմած ուխտաերթն է տեղի ունենում։ Ինչի մասին է սա խոսում, իր եւ 10 եպիսկոպոսների հայտարարության մասին, ինչի համար էր սա արված։ Ես չգիտեմ Փաշինյանը ինչ երթ է կազմակերպում, բայց վստահ եմ, որ դա Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետ եւ քրիստոնեության հետ որևէ կապ չունի։ Հեթանոսական ինչ-որ մի ծես է, որովհետև եթե զեղչում ես պատարագը, խմբագրում ես պատարագը, դա այլևս քրիստոնեական ծես չէ։ 10 եպիսկոպոսները իրենց համար նոր կուրք են ստեղծել եւ այդ կուրքին են պաշտում։ Եվ դարձել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական խաղերի ուղղակի գործիք։ Ընդհանրում ամենացածր կալիբրի գործիք։ Ինչ է կարծում, որն է Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը եւ ինչ է անելու ընդդիմությունը այդ ընթացքում։ Շատ դժվար է ասել Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը որն է լինելու, ամեն դեպքում որևէ դրական բան չեմ սպասում։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ուժը, հեղինակությունը, համահայկական թերևս միակ ոչ քաղաքական կառույցն է, քաղաքական կառույցը դաշնակցությունն է եւ պարզ է որ ուզում է վերահսկել, բայց այս բազմահոց բազմությունը ցույց է տալիս, որ հաջողության հավանականությունը գրեթե 0 է։ Նիկոլ Փաշինյանը փաստացի ցանկանում է փոխել, այսպես եթե ճակերտաբար ասեն կաթողիկոսին, այս մասով ինչ է մտածում ընդդիմությունը, ինչ քայլեր է փորձում ձեռնարկել կանխելու այն։ Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը կաթողիկոս փոխելու, կաթողիկոսը իր կառավարության անդամը չի։ Գաղափար հայրապետին, ամենայն հաղաց կաթողիկոս եւ ծայրագույն պատրիարքին ընդունում է ազգային եկեղեցական ժողով, ինչ է նշանակում ուզում է փոխել։ Ինքը իր անձնական թիկնապային կարող է փոխել։ Գաղափար հայրապետը աշխարհիկ իշխանություններին չի ենթարկվում։ Իսկ Փաշինյանը այս նկարտումները ուղղակի սահմանադրական կարգի խափանում, տապալում են, սա է։ Շնորհակալ։ Սիրով։